Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի նոր ներկայացում։ Մարիուս ֆոն Մայենբերգի «Տգեղը» պիեսը բեմադրել է ռեժիսոր Մհեր Զաքարյանը։ Բեմում ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ են, այնպես էլ ուսանողներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։ Ներկայացման աշխատանքները տևել են 20 օր, սաստիկ քիչ ժամանակ, բայց և միևնույն ժամանակ այս խիտ ժամանակացույցի մեջ մենք փորձել ենք հրաբուխի պես ինչ-որ մի բան ստեղծել և երիտասարդ ստեղծագործողների հետ պատասխանել այդ հարցին, թե ինչ է գեղեցկությունը և արդյոք գեղեցկությունը կփրկի աշխարհի ինչ-որ մի օր, թե ոչ։ Էլ ինչ էքսպերիմենտալ թատրոն, որ փորձարկումներ չանի, ռեժիսորը որոշել է ներկայացման մեջ ներգրավել նաև ուսանող նկարիչների Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից։ Նրանք բեմում և նկարելու են, և խաղալու։ Ես առանց անակնկալների չեմ աշխատում, այնպես որ տեսնենք։ Աշխատում ենք նաև նկարիչ ուսանողների հետ, կարծում եմ մի փոքր ավելի հետաքրքիր է աշխատել երիտասարդների հետ ու այդ իրենց էներգիան քեզ էլ ոգևորում է։ Նկարչի աշխատանքը ըստիս միշտ էքսպերիմենտ է ու յուրաքանչյուր խնդրի առաջ պետք է բաց լինել ու փորձել հաղթահարել ցանկացած առաջադրանք, ցանկացած խնդիր։ Տգեղին մարմնավորում է ուսանող Կարեն Առաքելյանը։ Փորձառու գործընկերներից դերասանի վարպետություն է սովորում։ Նաև ուրախ է, որ բեմում աշխատելու է արվեստի այլ ճյուղի ներկայացուցիչների հետ։ Իրանք այս ոլորտում փորձված չեն, բայց կապը շատ լավ զգացվում է, քանի որ միևնույն է նույն արվեստի ոլորտն է։ Եթե իրենք կարողանում են, այսպես ասած, անշարժ արվեստ ստեղծել, իսկ մեր, այսպես ասած, շարժական արվեստն է, շատ հետաքրքիր ձևով միաձուլվում է այդ ամեն ինչը եւ նրանք էլ հասկանում են ինչ պետք է անեն, մենք էլ ենք շատ լավ հասկանում, թե ինչ պետք է սպասենք նրանցից կամ ինչ պետք է տանք։ Մի խոսքով համագործակցությունը ստացվում է շատ լավ։ Իդեպ պիեսը բեմադրվել է Գյոթե ինստիտուտի թարգմանելով թատրոնը գերմանական նոր թատերագրություն նախագծի շրջանակում։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։